Քանի օրվա գործը տեղափոխել փետրվարի 4-ին հաշվարկներ, կայունություն աշխատանքում, մանրակրկիտ հաշվարկները հնարավորություն կտան հաջողություններ ունենաք, ձեր հարազատների շրջանակներում էլ տեսնում եք Յուպիտերը խեցգետնում, հնարավորություն կունենաք ձեր աշխատանքային վիճակը բարելավելու, նրանք ովքեր ցանկանում են գործարքներ կնքել, անշարժ գույքի հետ կապված կարող են հենց այդ օրը անել, նշանադրություն, հարսանիք, նմանատիպ այդ արարողակարգերը նույնպես կարող եք ամսի 4-ին տեղափոխել, նաև ամուսնության գրանցման օրը, հաջորդ օրը սիրելի հետևորդներ, հաջորդ օրը ամսի 5-ին փետրվարի ցերեկային ժամերին արդեն լուսինը եւ ժամ 14-15-ի դրությամբ անցնում է կշեռքի կենդանակերպ, կույսը աշխատանքն է, կշեռքը միջանձնային գործընկերային հարաբերություններն են, պայմանավորվածությունները կարող են առաջ ընթանալ առանց խոչընդոտների, գովազդներ տեղադրելու, բարեհաջող այդպիսի բանակցություններ վարելու, ֆինանսական հաջողություններ կարող են լինել, պարգևատրումներ, օրը փաստորեն 5-շաբթի է, դա Յուպիտերի օրն է, կարող եք համացանցային ձեր այդ եթե բիզնեսներ ունեք, եթե համախոհների շրջանակներ ունեք, գաղափարակիցներ ունեք, ձեր բոլոր ծրագրերը կարող եք արդեն իսկ մեկնարկել։ Ճիշտ է, լուսինը ընդհանուր արդեն նվազող էլի ալուսնից հետո է, բայց միևնույն է, մեծ հնարավորություններ կան, որպեսզի ձեր գործերը առաջ գնան։ Նոր գործընկերներ, նոր զուգընկերներ, նաև կարող եք գրանցել ամուսնությունը ամսի 5-ին, տեսնենք ամսի 6-ին ինչ վիճակ է, ամսի 6-ն էլ է բարենպաստ այն առումով, ահա լուսին, արև, մարս, այդ տրիգոնն է, Յուպիտերի հետ քառակուսի դիրքավորումը, խնդիրներ կարող են լինել տանը, հեղինակությունը պահելու, թող ուշադիր լինեն, խեցգետին, կշեռք, այդ ծեղջուր եւ խոյ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները, տան մեծերի հետ սիրաշահեք նրանց սիրտը, փորձեք նրանց հետ մրցակցության մեջ չմտնել, իսկ գործընկերների, զուգընկերների, այդ գաղափարակիցների շրջանակներում հաջողություններ կարող եք ունենալ, այս դրական ասպեկտը կարող է ազդել կշեռք, ջրհոս երկօրյակ եւ նաև աղեղնավոր եւ առյուծ կենդանակերպերի մի փոքր խոյ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների վրա, եթե խոյերը որոշել են, որ պետք է գնան փոխզիջումների, կարևոր դրական դիրքավորում, որը կօգնի ձեզ ուղղակի կայուն համագործակցային այդպիսի շրջանակներ ստեղծել։ Գնացինք առաջ փետրվարի 7-ը, ավելի բարենպաստ է, պատկերացրեք շաբաթ օր, հարսանիք, նշանադրություն, ուրախություն, բանկետներ, կորպորատիվներ, համախոհների, գաղափարակիցների, ընկերների, նաև ձեր մտերիմ շրջանակների հետ կարող եք կազմակերպել